Գեղամ Նազարյան։ Շնորհակալություն։ 3 հարց ունեմ։ Առաջինը դուք ծանոթ եք իմ ներկայացրած առաջարկին կապված դպրոցական բարձր դասարաններում թմրամոլության, այսպես ասենք, թեստի ստուգման հետ ինչ ուղղությամբ եք արված աշխատանքներ կան եւ երբեք պատրաստվում այդ կիրառել դպրոցներում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե այդ տարիքում չենք դիմակայում այդ աղտին, ապա հետո արդեն խնդիրներ են առաջանում, ինչ եք մտածում, դա հնարավոր է կյանքի կոչել, թե ոչ։ Երկրորդը, ես Երևանում ես քաղաքաշինության անհասկանալի կամ հասկանալի տեմպերը, երբ որ որոշում կայացվում է կամ այն թաղամասը կամ շենքը կառուցել, այդ կառուցապատողը ներքին գործերի նախարարության հետ խորհրդակցում է, ճշտում է այդ շենքերի տեղադրումը, թողունակությունը ավտոճանապարհների, թե ներքին գործերի նախարարությունը դուրս է մնում այս գործընթացից իր բոլոր բացասական հետևանքներով, եւ երրորդ հարցը այս երթևեկությանն է վերաբերվում, հատկապես միջպետական, միջքաղաքային ճանապարհների, միջքաղաքային, հատկապես ամառային ամիսներին, Կիրակի օրվա երեկոյան ժամերին պատկերը շատ տխուր է լինում, դուք անցած կամ նախորդ տարիների փորձը ցույց տալով, փորձը հետևելով Ծաղկաձորից, Սևանից, Դիլիջանից հետ վերադարձող մեքենաների հոսքի կառավարման ինչ-որ նոր մեխանիզմներ մտածել եք, թե այդ ուղղակի ոնց կստացվի, պլյուս գումարած, որ այդ ժամանակ անցթափների թվականակն է կտրուկ աճում։ Շնորհակալություն, պարոն Նազարյան, հարցադրումների համար։ Առաջին հարցադրման մասով, այո, ես իրազեկ եմ ձեր նախաձեռնությանը, մենք հասցրել ենք նաև կարճ միասին ևս դիտարկել հարցը։ Պիտի ասեմ, որ շաբաթներ առաջ մենք նաև վարչապետի գլխավորությամբ քննարկել ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որը որ պիտի հաստատվի կառավարության որոշմամբ արդեն կարծում եմ առաջիկա օրերին, մենք դիտարկում էինք նաև հենց այս հարցը, որովհետև մենք այն համոզմանն ենք, որ անչափահասներին նմանատիպ բացասական հակվածությունից զերծ պահելը չափազանց կարևոր է հետագայում ավելի դրական արդյունքներ արձանագրելու տեսանկյունից եւ հենց այս տարիքում կոնկրետ մեխանիզմների նախատեսումը շատ կարևոր է։ Ես ասեմ, որ միջազգային պրակտիկայում մենք երկու մոտեցումներ ունենք, այսինքն կա թե պարտադիր թեստավորման սկրինինգային թեստերի համակարգը եւ թե կա նաեւ կամավոր թեստավորման հանգամանքը, ընդ որում պիտի փաստեմ, որ դրական եւ բացասական կողմերը երկու մոտեցումներին էլ բնորոշ են, այսինքն չկա մեկ միասնական ընդունելի ձևաչափ, բայց պարտադիր համատարած բոլորին թեստավորելու տրամաբանությունը առնվազն ինձ մոտ այն զգացողությունն է առաջացնում, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր անչափահասները ներգրաված են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ապօրինի շրջանառության process-ում, ինչը այդպես չի, պարոն Նազարյան։ Իհարկե մենք տարբեր մտահոգություններ արտահայտում ենք անչափահասների կողմից թմրամիջոցանման, հա, այսպես ձևակերպեմ, նյութեր օգտագործելու կամ թմրամիջոց օգտագործելու դեպքերի մասով, բայց վիճակագրությունը փաստում է, որ մենք ունենք շուրջ միջինում 10 անչափահաս, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով կամ հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում որպես այդպիսի հակվածություն ունեցող։ Բայց ես ուզում եմ հարցին անդրադառնալ այն շեշտադրմամբ, որ ավելի նպատակահարմար է եւ նաեւ այդ քննարկման ձևաչափում անդրադարձել ենք դրան, որ կամավոր թեստավորման տրամաբանությամբ գնանք եւ ունենանք մի միասնական բազա նաեւ, որտեղ որ ծնողները կարտահայտեն իրենց կամ արտահայտությունը երեխաներին հնարավոր կամավոր թեստավորում իրականացնելու համար։ Պիտի սկսենք ինչ որ մի կետից, բայց այդ կետը պիտի լինի այնպիսին, որ բացասական նեգատիվ այդ հետևանքները չլինեն շատ եւ մենք կարողանանք իրականում այն արդյունքը, այն նպատակը, որին որ հետապնդում ենք, դրան հասնենք ճիշտ ճանապարհով։ Կարծում ենք կամավոր թեստավորման բաղադրիչը կգա հասցեագրելու նաեւ ձեր առաջարկած խնդիրը, որովհետեւ այս եղանակով կկարողանանք նաեւ տարբեր process-ներ նաեւ վերհանել եւ իդենտիֆիկացնել։ Կառուցապատման մասով ես ասեմ, որ փրկարար ծառայություն
իրականացվում է, փրկարար ծառայություն ուղարկվում են նմանատիպ հայտերը, որպեսզի թե սեյսմականության գնահատման եւ թե նաեւ բնական աղետալի ինչ-որ իրավիճակների մասով գույքագրումներ եւս լինեն եւ թե նաեւ փրկարարական աշխատանքի տեսանկյունից արձագանք լինի, բայց ոստիկանության հետ առանձին որպես այդպիսի եզրակացության ձևաչափով քննարկում տեղի չի ունենում, որովհետեւ տրամադրվում է թույլտվությունը համայնքի կողմից եւ արդեն բնականաբար հետագայում կադաստրի կոմիտեն իրականացնում է համապատասխան process-ները, բայց հաշվի առնելով շինարարության ոլորտում, քաղաքաշինական ոլորտում մեր ձեռնարկած լայնածավալ փոփոխությունները, կարծում եմ լավ առիթ է նաեւ դիտարկելու այս բաղադրիչը այնտեղ եւ հասկանալու թե ինչ կարող ենք ձեռնարկել։ Եթե արձագանքեք, ես երրորդ հարցին էլ կանդրադառնամ։ Ես կարճ արձագանքեմ։ Նախ Հայաստանում ես ձեզ ասեմ, որ այդ կամավոր թեստավորումը որևէ արդյունք չի տա, որովհետև որևէ ծնող չի ընդունի, որ իր երեխան թմրամոլ է կամ հակում ունի, դա անիմաստ գործողություն է լինելու եւ ճիշտը պարտադիրն է եւ ընտրովին է։ Պարտադիր չի բոլորին մենք թեստավորենք։ Կարելի է մտնել դասարան եւ այդ օրը 2 երեխայի թեստավորել կամ 1-ի։ Եվ դա մեծ ծախսեր չի բերի։ Երկրորդը պարտադիր է, որ ներքին գործերի նախարարությունը իր փրկարար ծառայությունով միջամտի շենքերի կառուցված, որովհետև ես առնվազն 3 օրինակ կբերեմ, որ բարձրահարկ շենքերը կառուցված են անմիջապես միջպետական ճանապարհի եւ Երևանի համար շատ կարեւոր ճանապարհի հենց վրա եւ հաշվի առնելով Հայաստանի սեյսմա ակտիվ վիճակը չի կարելի թույլ տալ, որ նման շենքերը կառուցվեն գլխավոր ճանապարհներին այդքան մոտիկ։ Դա այնքան պարզ ճշմարտություն է, որ մոռացել են այդ մասին, այդ էլ է մտահոգություն, խնդրեմ արձագանքի։ Պարոն Նազարյան, ձեր բարձրացրած թե այս հարցը, թե նաև Ծաղկաձոր համայնքին վերաբերող հարցադրումն իրականում տեղ է գտել մեր աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարության մեջ, որը որ ծածկում է մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները, եւ մենք այնտեղ հստակ ունենք գործիքակազմ, որ պիտի նաև աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ հարցի նաև անդրադառնանք, նշեցիք սողանքների մասին կամ սեյսմականության տեսանկյունից խնդիրներ ունեցող այլ հատվածների մասին, եւ ռազմավարությունը նախատեսում է քաղաքաշինական նորմերի ամբողջական վերանայում այս տեսանկյունից, ընդ որում ոչ միայն դա կվերաբերի սովորական բնակելի շենքերին, այլ նաև օրինակ արտադրական վտանգավոր օբյեկտներին, բենզալցականներին, ինչու ոչ, որովհետև շատ հաճախ մենք կոնկրետ հեռավորությունների, մնացյալ ստանդարտների տեսանկյունից որոշակի խախտումներ ունենք, ավելի ճիշտ ոչ թե խախտումներ ունենք, այլ մեր գործող կանոններն են այնպիսին, որ չեն համապատասխանում շատ հաճախ այն պայմաններին, որը որ պիտի լինի հանրային անվտանգության տեսանկյունից, եւ ռազմավարությունը հավակնում է անդրադառնալու նաև այս հարցադրումներին, որպեսզի քաղաքաշինական ստանդարտները դուրս չմնան ընդհանուր հանրային անվտանգության մեր մեծ քաղաքականությունից եւ բոլոր փոփոխությունները նաև գծագրվեն հենց այս տրամաբանությամբ։ Եվ սիրով ձեզ հրավիրում եմ նաև մասնակցելու այս աշխատանքներին, եթե առաջարկներ լինեն, անպայման կդիտարկենք։